Հանրությունի անընդհանուր առմամբ ինչ սպասելիքներ այս դատական նիստից եւ որքան տեղյակ եմ չկա չէ ուղիղ ցուցմունք այս գործով Արշակ Սրբազանի դեմ։ Նախ առաջինը ինչ սպասելիք, ես հասկանում եմ ձեր հարցի, կարելի ասել արդեն ամեն ինչ նախորդ երբեմն շատ հաճախ կանխորոշված է լինում, բայց ինչևէ եթե այստեղ եմ, ուրեմն հույս ունեմ, որովհետև գիտեմ, որ ի սկզբանե անհիմն էր կալանքը բավարարելը եւ հույս ունեմ, որ այսօր գոնե որոշակի փոփոխություն կլինի Սրբազանի խափանման միջոցի պարագայում։ Հասկանալի է ինչ է կատարվում մեր երկրում, այս ամբողջ իրավական համակարգում ճնշումները, դատավորների նկատմամբ, ԲԴԽ համակարգի կողմից, բայց ինչևէ հույս ունեմ։ Պարոն Հարությունյան, տեղեկությունը, որ այսպես ասած այս գործով իրեղեն ապացույցը անհայտացել է, ինչ կարող եք այդ մասին ասել եւ արդյոք դա կարող է ընդհանուր դատական գործընթացի վրա ազդել, այսինքն փաստաբանների մարտավարությամբ։ Այս պահին որևէ ստույգ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե դա համապատասխանում է իրականությանը, թե չէ, կփորձեմ ամեն դեպքում այսօր քննիչներին տեսնելով ճշտել։ Ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից, այո, կարծում եմ դա ինչ-որ արժեքավոր բան կփոխի, մնացածը ժամանակը ցույց կտա։ Պարոն Հարությունյան, ըստ էության լավատեսական է, ձեր մոտեցումը խափանման միջոցի հետ կապված նույնիսկ այն դեպքում, որ այս միջնորդությունը քննելու Պարփոյանը իդեպ երեք փաստաբանը 3 օր առաջ գրել էր, որ նույնիսկ դատավորը Մասիս Մերկինյանը Հայաստանի չէ դրա համար այս դատավորն է։ Իներողություն, ես չասացի, որ լավատեսական, ես ասացի հույս կա, հույս միշտ կա, մանավանդ գործի մանրամասներում տեղակ լինելով, այդ հույսը իրավական պետության պարագայում կլիներ համոզմունք, մնացածը ժամանակը ցույց կտա, լավն էր ձեր այդ մեջբերումը այդ երկու դատավորների հետ կապված, ցավոք երբեմն արդեն զավեշտի է վերածվում են մակագրությունները ինչ որ տեղի է ունենում, երեք Ռուբեն Ներմելիքյան շատ հետաքրքիր հիմնավորումով ներկայացրել այդ մաթեմատիկական հաշվարկը, բայց որ իրականում տրամաբանությունից դուրս է, որովհետև այդպիսի զուգադիպություն չի կարող լինել, որ 4 կալանավայրում գտնվող սրբազաններից 3-ի գործը մի դատավորի մոտ գտնվի, ինչևէ, տեսնենք ինչ կլինի։ Արշակ Սրբազանին վերջին անգամ տեսակցել եմ 3-ի առաջի օրը, տրամադրությունը ինչպես մի շատ լավ էր, այս ամենին կարելի ասել իր բնավորությանը, իր տեսակին հարիր կերպով շատ կարելի ասել հումորով է վերաբերում, եթե ոչ հեգնանքով, գիտակցելով հասկանալով, որ այս ամենի նպատակը եւ պատճառը նմանատիպ սրբազաններին, ինչպիսին է ինքը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մեկուսացնելն է, Մկրտիչ Սրբազանը, մեկուսացնելն է, որպեսզի այն արշավը, որ տեղի ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցով դեմ, իրականացվի ավելի մեծ թափով, որովհետև այդ անազատության մեջ գտնվող սրբազանները բարձր որ իրենց դիրքով, իրենց հեղինակությամբ, իրենց ժողովրդի մոտ վայելած հեղինակությամբ առաջի հերթին կարողանային կանխել այս արշավը եւ դրա համար իրենք անազատության մեջ են։ Պարոն Հարությունյան, այդ արշավի շրջանակներում է տեղադրվում քննչական կոմիտե եւ այն էլ մեղադրյալի կարգավիճակում։ Ի նկատի ունեք այն 3 որ մեղադրանք միանշանակ դրա շրջանակներում է մենք նախորդ կանխատեսում էինք որ դա տեղի ունենալու որ ամեն ինչ արվելու է որպեսզի եւ վեհապարի եւ սրբազանների ելքը կանխվի Հայաստանից որպեսզի այն ժողովը որ տեղի ունենալու չլինի դա սպասելի էր կանխատեսելի էր Երեք ամեն ինչ արվում է, որպեսզի այդ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, որ այդ ամոթալի արշավը, որ իրականացվում է, իրենց նպատակին հասնեն, ի կատարածվի, բայց ես դեռևս տարի ու կես 2 տարի առաջ եմ հարցազրույցով նշել, որ չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա եկեղեցուն,
որը անցել է մոնղոլ թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավներով, արշավանքներով եւ միշտ հաղթած է դուրս եկել։